Պարոն Աշոտյան, Չէ ինքնաթիռ։ չէ։ Ըստ էության Դավիթ Համբարձումյանն ասել էր, որ իր համար սպասելի էր, հա, ընդհանրապես, որ քաղաքական հետապնդման կարող է արժանանալ, որովհետև պայքարի ճանապարհն է ընտրել եւ այս ամեն ինչը սպասել է, բայց սպասելի չէր, ոնց հասկանում եմ 6 տարի 3 ամիս ժամկետը։ Ըստ էության այստեղ դիտավորություն եք տեսնում, որ համաներման օրենքը չկիրառվի։ Ամեն անգամ զարմանում ենք, թե այս ռեժիմը ինչ նոր ստորության, անբարոյականության, սրիկայության, ապօրինության սահման է հատում։ Ամեն անգամ ռուսի ասած каждый раз как в первый раз։ Ինչ որ մի բան լինում, ասում ենք վայ էս ոնց եղավ, հետո ուրիշ մարդու հետ լինում նմանատիպ մի բան, ասում ենք վայ էս ոնց եղավ։ Կհիշեք մի դեպք քաղաքական հետապնդման, որ ձեզ մոտ զարմանք, զարհուրանք չառաջացնի այդ փաստ, օրինակ Լիդիա Մանթաշյանին կալանավորելը, օրինակ Կոչուբաևի հետ կապված պատմությունը, օրինակ Սրբազանն, այսինքն կհիշեք Սամվել Կարապետյանի, կա մի դեպք քաղբանտարկյալների, որ տենց բնականon էփվել է ու տենց շատ տրամաբանական գնացել է հիմնավոր, չկա տենց դեպք։ Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի կանի, ինչքան իրավական, վարչական, ռեպրեսիվ լծակա կիրառի, դատական համակարգը Հայաստանում դա արձանագրված է ԱՄՆ պետ դեպի 2023 թվականի զեկույցում եւ ոչինչ չի փոխվել։ Դատական համակարգը մեր երկրում կոռումպացված է, քաղաքականացված է եւ կախյալ։ Ասում ով է ասում, սաղ աշխարհն է ասում։ Այն որ տենց անեկդոտ կա, չէ՞, ով սաղ աշխարհն է ասում։ Այսինքն այդպիսի դատաիրավական համակարգի, այսպիսի այլասերված քաղաքական համակարգի պարագայում իհարկե միշտ վրդովում ես, բայց սպասելի է այն, ինչ որ կատարվում է մեր երկրում։ Ստեղ ուրիշ հարց է։ Դավիթը իր խաչը պատվով տարել է եւ տանելու է։ Ով է հաջորդը։ Իսկ ովքեր են հաջորդները։ Իսկ սա երբ է պրծնելու։ Իսկ սա ոնց է պրծնելու։ Այս դժոխքը, որում ապրում է մեր երկիրը, ու խնդիրը բացարձակ Դավիթի մասին չի կամ 40-ից ավել այս պահին արդեն կալանավորված մարդկանց մասին չի քաղաքական իմաստով։ Այս դժոխքը պետք է ավարտվի։ Եվ այս դժոխքի ավարտման համար, այո, Դավիթով հանրապետական կուսակցությունը, մյուս ընդդիմադիր ուժերը սկսեցին մի գործընթաց, որի սահմանադրականությունը ոչ ոք աչքի կասկածի տակ չի դնում։ Եվ այս իրավիճակում իհարկե այսօր այստեղ ենք նախ եւ առաջ մեր քաղաքացիական, հետոնոր քաղաքական պարտքը կատարելու։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դև է։ Սկզբից ուտում ամենասիրուն աղջիկներին, հետո անցնում ամենաուժեղ տղերքին, հետո մի քիչ տարիքային խմբափոխում, հետո սեռային խումնը կապ չունի, այդ դևը ինչքան նստել է մեր պետականության աղբյուրի գլխին, բոլորին հերթով ուտելու է։ Եվ այսօրվա ուղերձը սա է։ Իսկ ամենազավեշտալին գիտեք որն է։ Այսինքն դժվար է ասել զավեշտալի, զավեշտների մեջ օրիգինալ զավեշտը գիտեք որն է, որ Հայաստանում վաղը բացվելու է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեաժողովը, որը կելա 20-ից ավելի եվրոդեպուտատ, որոնց մի մասը սենց է, մի մասը սենց է, մի մասը սենց է, մեջները կարգին մարդիկ էլ կային խոսել են նաև այսօր եւ հուսով եմ վաղն էլ կխոսեն։ Այսինքն 25 եվրոպադգամավոր մնացած պատվիրակությունները դնում են մի կողմից երկրներից, եկել է երկիր, մեր երկիր, աչք փակելով ամեն ինչի վրա ինչ որ կատարվում է, ես երեք նման զրույց ունեցել եմ Եվրոնեստի ԵԺԿ խորհրդարանական խմբակցության նիստին եմ հրավիրված եղել եւ ասել եմ ինչ որ մտածում եմ այս ամենի մասին։ Ու սա է զավեշտը։ Լուկա պատկերացնում եք գնային Լուկաշենկոյի մոտ նիստի, այդ օրը Լուկաշենկոն մի 15 հոգի ձերբակալ էր ու իրանք նիստ անեին ու մի բառ չասեին պաշտոնական թղթերի մասին է խոսքը, թե այս ինչա կատարվում Բելարուսում։ Ինչու համարժեք չի արձագանքը միջազգային։ Նիկոլ Փաշինյանը ձեռք է տալիս բազմաթիվ գեոպոլիտիկ ուժերին, որոնք իրեն շատ հաճելի օգտագործում են, հաճելի իրենց համար։ Պարոն Աշոտյան, այսօր Եվրանեստի նիստում մենք լսեցինք նաև եվրոպական падգամավորի կողմից կարծիք, որ մարդը հստակ ասած 20-40 հոգով կարծիք օրինաչափությունը։ Ես Հիմա դա զսպեց։ Իմ կապերով այդպես չի զսպվում։ Խոսքը դառնում է թուղթ, թուղթը մտնում է ռեզոլյուցիա, ռեզոլյուցիան քվեարկվում է, դառնում է խարան։ Քաղաքականությունը տենց է աշխատում։ Մենակ խոսքը քիչ է։ Դեպուտատի խոսքը պետք է դառնա առաջարկ, ռեզոլյուցիայի մեջ, ռիփորտի մեջ, այդ առաջարկը պետք է ներառվի, քվեարկվի, դառնա թուղթ,
Ոնց որ դու թուղթ են դարձնում Ադրբեջանի քաղբանտարկյանների թեման, ոնց որ թուղթ են դարձնում Բելարուսում քաղաքական հետապնդումների թեման, հիմա Վրաստանի թեման են առաջ տանում եւ այլն եւ այլն, հա։ Այսինքն սա է Վարկանիշի հետ են խաղում այս երկրի ընդդիմադիրները, ոնց են կնեք չի կարելի զբաղվել դրանով, հետո ասել, որ թասիբի հետ եք խաղում, անվան հետ եք, դա չի լինում այդպես։ Եթե չես ուզում երկրիդ թասիբի անվան հետ խաղալ, մի զբաղվեք։